Հայաստան հայր, հարգարժան պարոնայք դեսպաններ, հարգելի ներկաներ, մասնակիցներ մեր համաժողովի։ Այսօր մեր համաժողովի թեման է հայ առաքելական եկեղեցի, պետականություն եւ արտաքին քաղաքականություն։ Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ, բաժանար գծերը եւ ատելությունը խորացնում են հասարակության մեջ առկա վիհը, ականատես ենք լինում մեր արժեհամակարգի օրեցօր քայքայում եւ ազգային հենքի կազմաքանդում, որը բերում է նաեւ ընդհանուր մեր ազգային դիմադրողականության կոլապս։ Եվ այդ քայքայիչ քարոզչությունն ու ատելության սերմանումը քայքայում են նաեւ մեր դիմադրողականության սաղմերը, ամրություն եւ անապատասություն բերում մեր հասարակական քաղաքականության։ Դրա դրսևորումներից ամենաակնառուն մի քանի շաբաթ շարունակվող արշավն է հայ առաքելական եկեղեցու դեմ, որը ոչ այլ ինչ է, քան ազգային ոգու դեմ շարունակվող այս օտարածին արշավի մի բացատրիչ մասը։ Մեր ազգային դիմադրողականության պարիսը խորտակվել է, մենք կորցրել ենք դրասկողությունը Արցախի վրա, 150,000 հայրենակիցներ մեր տեղահանվել են, օրստորե ավելի է վտանգում մեր պետականությունը եւ այժմ գրոհը գնում է արդեն ազգային գիտակցության միջնաբերդի վրա, հայ առաքելական եկեղեցու վրա։ Օգտագործող տեխնոլոգիաները բազմազան են, մարդկային դաստիարակության կրթությունը անվայելուչ բառապաշարից մինչև ազգային արժեքների շուրջ կեղծ դիսկուրսի ծավալում, որի նպատակն է հարցականի տակ դնելու եկեղեցու ահռելի ներդրումը մեր տարբեր շրջաններում, ժողովրդի պատմության տարբեր շրջաններում մեր պետականությունների կայացման գործում եւ ընդհանուր փորձելով նաեւ ներկայացնել հայ առաքելական եկեղեցին որպես հակապետական կառույց։ Ընդ որում օգտագործում են բոլշևիկյան քարոզչամեքենայի հայտնի մեթոդներ, խեղաթյուրված հղումներ կատարելով պատմական այս կամ այն իրադարձությունների վրա, չգիտեմ, Պապ Թագավոր եւ այլն դուք լավ գիտեք, սակայն մոռացություն է մատնվում պատմական տասնյակ իրադարձություններ, երբ եկեղեցին պետականության բացակայության պայմաններում ոչ միայն ազգահավաք դեր էր կատարում, այլ նախաձեռնում էր պետականության վերականգնման ուղղված շարժումներ, փորձելով իմի վերել ազգային ազնվականությանը, զինվորականության ազգային դրամագլխին, եկեղեցականները գլխավորում էին ազգային ազատագրական շարժումները, կազմակերպելով եւ անհրաժեշտության դեպքում նույնիսկ անձամբ առաջնորդելով այդ շարժումները։ Կաթողիկոս Հակոբ Ջուկայեցի, Եսայի Հասան Ջալալյան, Ներսես Աշտարակեցի, Խրիմյան Հայրիկ, կաթողիկոս Գևորգ Սուրենյանց, այս անունները արդեն ոսկե տառերով են գրվել հայ ժողովրդի պատմության դասագրքերում։ Սակայն այսօրվա մեր համաժողովի նյութը ոչ թե այս պատմական իրադարձություններն են, այս կարճ էքսկուրսը ուղղակի ես արեցի, այսօրվա մեր համաժողովի նյութն է նվիրված է մեր նորօրյա պատմությանը, Հայաստանի Հանրապետությանը եւ այն ահռելի աջակցությանը, որ հայ առաքելական եկեղեցին տվել է մեր պետականության վերականգնմանը, անկախության առաջին օրերից եւ նույնիսկ ավելի վաղ, Արցախյան շարժման առաջին օրերից եկեղեցին հանդիսացել է շատ կարևոր համակարգող մարմին, ուղղորդելով Սփյուռքից եկող աջակցությունը, երկրաշարժից դուրսած մեր հայրենակիցներին, Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցներին, Արցախի գոյամարտի առաջին տարիներին տարբեր զանազան կարիքների համար։ Եկեղեցին եղել է անկախության առաջին տարիներից ի վեր ամենասատարող հաստատությունը պետությանը արտերկրում։ Նոր անկախ հայրենի դիվանագիտության հաստատման գործում անուրանալի է եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու ներդրումը։ Վստահորեն կարելի է պնդել, որ առանց եկեղեցու եւ հայ բարերարների աջակցության, որոնց մի զգալի մասը նույնպես ուղղորդվում էին հայ առաքելական եկեղեցու կողմից, հնարավոր չէր լինելու ձևավորել լիարժեք դիվանագիտական ներկայացություններ, դեսպանություններ։ Սկզբնական շրջանում այդ դեսպանությունները նույնիսկ հիմնվում էին եկեղեցապատկան տարածքներում, եւ եկեղեցին թեմական ժողովները համակարգում էին աջակցությունը, բազմաբնույթ աջակցությունը ընդհանուր մինչև ֆինանսական կարիքների փոխումը դեսպանությունների։ Այս բերել է մի հանգամանքի, երբ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ-ում երկրորդն էր 90-ականներին իր դիվանագիտական ներկայացությունների թվով Ռուսաստանից հետո, որը ժառանգել էր ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացություն։
Հայաստան համահայկական հիմնադրամի հիմնադրման առաջին օրվանից եկեղեցին ամենավեճորական մասնակցությունն է ունեցել այդ կառույցին։ Շատերը շատ կառույցներ, տարածաշրջանային կառույցներ ղեկավարում էին հենց թեմական առաջնորդները։ Եվ հիմնադրամի շնորհիվ իրականացվել էին պատերազմից նոր դուրս եկած եւ տնտեսական ճգնաժամով անցնող հայրենիքի համար խիստ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր։ Մեր դիվանագիտական համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու շարունակվել է նաև հաստատությունների կայացումից հետո արդեն համատեղ նախաձեռնությունների ճանապարհով, որոնք առաջին հերթին ուղղված էին Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների լուծմանը, լինի արցախյան հակամարտության հարցում լոբինգ, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում կամ կարիքում հայտնված եւ մեր սփյուռքի հայրենակիցներին օժանդակություն Լիբանանում, Իրաքում, Սիրիայում։ Անցկացվել են մի շարք համատեղ միջոցառումներ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տորակատարությունները, հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ոգերի շքոչումը, դրանք, որոնք անցկացվել են բարձր միջազգային մակարդակով եւ պետության եկեղեցի համագործակցության հպարտանալու օրինակները եւ նախանձելի կարող են լինել ցանկացած երկրի համար։ Ցավոք այս ամենի մասին պատշաճ չի խոսել տասնամյակներ շարունակ, գուցե մտածելով, որ ինչ կարիք կա ակնառու այս փաստերի մասին խոսել։ Սակայն առաջնորդվելով տերունական պատգամով, որ շատերը աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջ ունեն, բայց չեն լսում, գուցե եւ պետք է այդ մասին խոսել, թեկուզ ուշացած, բայց խոսել։ Այսօր այդ փաստերը 3 տասնամյակի այդ օրինակելի եւ հայրենանվեր համագործակցությունը ցանկանում են մոռացության մատնել եւ ընդհանուր զազրախոսության եւ խորհրդախոսության այս մթնոլորտում թույլ չի տրվում հանրությանը սթափ գնահատել այս ամենը։ Այս համաժողովին հավաքվել են մարդիկ, որոնք 3 տասնամյակ մասնակից են եղել եւ ականատես են եղել այդ համագործակցությանը։ Նյութը խոսակցության շատ է, նույնիսկ մեկ համաժողովով հնարավոր չէ ներկայացնել։ Այս զեկույցները, որոնք առաջորդը լսեք, պատմում են ոչ միայն տասնամյակների այդ համագործակցության մասին, անդրադարձ կկատարվի Հայ Առաքելական եկեղեցուներին, նաև Հայաստան Սփյուռքական ճարտարապետության մեջ, այն վտանգներին, որոնք կարող են պատճառել մեր ազգային ճարտարապետությանը եկեղեցու թուլացման պարագայում, եւ ինչպիսի օտար ուժեր են շահագրգռված այս խնդրում։ Այս ամենով հանդերձ ցանկանում եմ սկսել համաժողովը, մենք ունենանք 6 զեկույց, որից հետո կլինի մտքերի փոխանակում, ելույթների հնարավորություն, ինչպես նաև հնարավորություն հարցեր եւ քննարկում ծավալել ներկայացվող